Գործ չկա, քրեական գործ չկա, հանցանք չկա։ Պետության կողմից այդ աղմուկը ստեղծվել է, որ չէ, հանցագործ, այսա բոլորս կգա կսպանի։ Հիմա հայկենտրոն ՀԿ-ների համար կարծում եմ պետք է գտնել այդ ֆինանսական աղբյուրները։ Ավետիքը իր ամբողջ կյանքի ընթացքում միշտ բոլորին ասում էր պետք է գնալ Հայաստանում ապրել, ցանկացած իշխանության ժամանակ։ Երեխաների մոտ իհարկե հարցեր առաջանում են։ Իրենք ասում են՝ լավ, եթե դուք այդքան սիրում եք Հայաստանը, բա ինչի Հայաստանը ձեզ այդպես է վերաբերում։ Միակ երևի բացատրությունը այն է, որ ինչ որ ուժերի ինքը շատ պետք է, որովհետեւ հենց ինքը մնա ու վերջացնի այն գործը, որը սկսել է։ Բայց ասենք նորից վեր գնալ դառնալ սփյուռքահայ գնալ այլ երկիր, ես կարծում եմ մենք պատրաստ չենք։ Մենք եկել ենք հասել ենք մի կետի, երբ բոլորը հասկացել են, որ ընտրություններով Հայաստանում հնարավոր չէ փոխել իշխանություններ։ Շատ տխուր կլինի, если ամեն ինչը վերջանա ընդամենը բանով, նոր խորհրդարանով, բանտը ավելի շատ նորմալ մարդ կա քան։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի կինն է Անահիտ Ադամյանը։ Ողջույն Անահիտ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունել եք իմ հրավերը եւ պատրաստ եք պատասխանալ իմ հարցերին։ Իմ կարծիքով շատ կարեւոր է այսօր խոսենք ոչ միայն քաղբանտարկյալների մասին, այլ նաեւ նրանց ընտանիքների մասին, որովհետեւ մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ բոլորս արդեն կարծես թե հաշտ ենք, որ մեզանից յուրաքանչյուրին կարող են գալ, ձերբակալել, տանել, իրականում սա աննորմալ է եւ իրավիճակն այնքան աննորմալ է, որ երեք երբ մենք իմացանք, որ տեղափոխելիս Ծառուկյանի արյուծներից մեկը չի արթնացել, փաստորեն սպանել են արյուծին, այն էմոցիաները, որ այդ լուրը առաջացրեց վերհասարակության մեջ, նաեւ խոսում էր, որ այո, մենք արդեն սովորել ենք, որ մարդկանց ձերբակալում են, գետնին են պարկացնում, չգիտեմ ինչ են անում, բայց արյուծին ինչ եք սպանել։ Այսինքն մենք արդեն կարծես թե ընտելացել ենք այս իրավիճակին։ Ինչ եք դուք զգում, որ երկրորդ անգամ ձեր ամուսնուն տարան։ Իհարկե մի կողմից զավեշտ էր, եթե այդ ամենին նայում մի քիչ քրիտիկական հաշկերով ասում ես, դե լավ նորից ուղիղ 4 տարի հետո, 2022 թվականի ամռանն էր, Ալշատ մայիսին էր ընտարել, ու ես հիշեցի, որ 4 տարի Ալշատ գտա, որ 4 տարի առաջ այդ օրը գրառում է արել, որ Ավետիքը քաղաքական բանտարկյալ է, տեսա այդ գրառումը, ասում լավ, ինչ-որ ցիկլ անդադ կրկնվում էլի, այն ժամանակ հավատում էր, որ այդպես բան ասենք դա պատահականություն է, նորից չի կարող կրկնվի, կամ ասենք թե մի անգամյա երևույթ է։ Հիմա ես արդեն լուրջ մտածում եմ նրա մասին, որ միգուցե մենք բոլորս պետք է իրավաբանի կրթություն ստանանք ու պատրաստ լինենք ինքներս մեզ պաշտպանելու։ Այսինքն դա իրոք ես կարծում եմ գոնե ավելի վստահ կլինենք մենք ինքներս մեր վրա։ Բոլոր ընդդիմադիրները այսօրվա Հայաստանում իմ կարծիքով ոչ օրենքներն են ինչ որ դեր խաղում, որևէ բան դեռ չի խաղում, որովհետև իշխանություններն անում են ինչ ուզում են, եւ հետաքրքիր է նաեւ, որ նույնիսկ երեկվա այդ կադրերը երբ տարածեցին, հենց քննչական կոմիտեն տարածեց, ինչպես են Ծառուկյանին քանի մի տասնյակից ավելի մարդ, երբ 2-3 տասնյակ մարդկանցով ծեծել, ԱԱՑ գետնին պարկացրել, աննորմալ ինչ որ մի հատ շոու էր, որի իմաստը անհասկանալի է, հավանաբար Փաշինյանը ուզում էր պրոյեկտեր, այսպես ասած, գերակայացնել։ Դրանից հետո ինձ թվում է խոսել օրենքի կամ իրավաբանի կրթության մասին, չգիտեմ, մենք ապրում ենք իսկապես մի իրավիճակում, որը որևէ բանի նման չէ։ Ամենամոտ է մեր իրականությանը, գուցե, չգիտեմ, կամ բոլշևիկյան Ռուսաստանն եմ հիշում, կամ էլ Օրուելին եմ հիշում, որտեղ ուրիշ, չգիտեմ, ինչ եւ երեք կարդացի, որ Ադրբեջանում էլ է այս իրավիճակը, բայց ինձ մոտ տպավորություն է, որ այսօր Հայաստանում ավելի շատ են ճնշումները եւ հետապնդումները, քան Հայաստանում։ Կարող եք ասել, ինչ գործի շրջանակում է այսօր Ավետիք Չալաբյանը բանտում։ Դա հին գործ է, նոր գործ է։ Չէ, սա նոր գործ է, հին գործի
առումով իմիջիալոց վերաքննիչ դատանը պետք է իր որոշումը հայտարարեր, մինչև հիմա չի հայտարարում, արդեն քանի օր է սպասում ենք։ Սա նոր գործ է, որը հիմնված է ինչ-որ ձայնագրության վրա ու կապում են ընտրությունների հետ կապված ինչ-որ ընտրություններին խանգարելու կամ ընտրություններին, ես արդեն նույնիսկ այդ հոդվածներն սկսել եմ այդպես չի հիշել, բայց հանրապես ընտրություններին խոչընդոտելու հետ կապված հոդված է այս պայդրությամբ առաջ քաշում ու ընդ որում գիտեք այդ ամեն ինչում ես հիմա հիմնական նպատակը նույնիսկ ոչ թե այդ քրեական գործն է, այլ ավետիքի անունը բարի համբավ այսպես ասած խաթարելն է, որպեսզի բոլորը իր մասին սկսեն որպես հանցագործի մասին մտածել եւ երկրորդը ընդհանուր իրավիճակը այնպեսին է երկրում, որ ասենք ինչ որ ձայնագրություն բերում են որպես դատավճիռ եւ հանրային կարծիք են ստեղծում, որը որպես ապացույց է։ Հետո մարդկանց ազատ են թողնում։ Հետո կարող է ազատ թողնեն, հա, ասենք կարող է։ Ինձ օրինակ այդ առումով շատ հետաքրքիր էր ու շատ այսպես չգիտեմ, բարուն անգամ չեմ գտնում ասելու, Բագրատ Սրբազանի գործը, երբ ասեցին մարդը, ահա բեկիչ է, մեզ բոլորս ուզում են սպանել։ Հիմա մենք ազատում ենք, որտեղ ինքը որևէ հանցանք չի, ոչինչ չի արել։ Ընդ որում գիտեք, այդ դաշտում, ասենք քաղաքահասարակության աշխատանքը, որը այս բան ոչ մեկ չի անում, հա, այսինքն կա պետությունը, որը այդ բռնաճնշման, ասենք, դերն է կատարում, կան իրավաբանները, փաստաբանները, որոնք իրենց աշխատանքն են անում, ու կա այդ միջին հատվածը, որը հասարակության կարծիքը պետք է ձևավորի կամ այսինքն թե ուղղորդի կամ չգիտեմ, բարձրաձայնի այդ խնդիրները, փաստացի մենք այդ մեջտեղը հատվածը հիմա չունենք։ Կամ եթե ունենք, ինքը շատ հատվածային փոքր, ասենք, ինչ-որ նախաձեռնություններ են դիմության կողմից առաջ քաշվող, քաղաքական ուժերի հայտարարություններ, բայց անկախ քաղաքական հասարակություն մենք չունենք, այդ իսկ այդ միջին օղակի դերի բացակայության պատճառով մենք ունենք իրավիճակ, երբ որ մի կողմից պետությունը բռնաճնշում, իսկ կողմից իրավաբանները ինչ կարողանում անում են, իրենք են ոնց որ այդ քաղաքահասարակության դերը տանում, ասում են, բայց ձայնագրությունը մոնտաժված է, ընդհանրապես ուրիշ բանի մասին է եղել խոսքը, համատեքստը ընդհանրապես այլ է։ Ու ասում են, տեսեք, որ չկա, գործ չկա, քրեական գործ չկա, հանցանք չկա, մարդը ընդհանրապես ասած, ասենք ազնվագույն մարդ է, ինչ եկել, ինչի մասին է խոսքը գնում, բայց դա չի լսվում, երբ որ ասենք պետության կողմից այդ աղմուկը ստեղծվել է, որ չէ, հանցագործ, այսա բոլորս կգա կսպանի։ Պարզապես մարդկանց որոշ ժամանակով պահում են խցերում, որ իրենք ակտիվ գործունեություն չծավալեն, իրենց հեղինակության վրա են ինչ որ խաչ քաշում, հա, իրենց պատկերացմամբ ասում են դե ձերբակալել են եւ այլ, ու վերջ, հետո այդ մարդկանց բաց են թողնում։ Սա կոչվում է քաղաքական հետապնդում, որտեղ որևէ իրական գործ շատ հազվադեպ է լինում, որ այս բազմաթիվ ձերբակալությունների, կալանավորումների հետևանքով մենք ունենանք ինչ որ արդեն կայացած որոշում, որ այս մարդը իսկապես նույնն էլ ուժեղ Հայաստանի բազմաթիվ, հա, որտեղ անընդհատ մարդկանց են ձերբակալել, բայց ինչի համար են ձերբակալել, ինչ որ բաներ ասում են, բայց հետո մենք հասկանում ենք, որ դրա տակը ոչինչ չկա։ Դուք ասում եք, որ մենք չունենք քաղաքացիական հասարակություն ակտիվ, որը որ կզբաղվեր նաև կարձագանքեր նման դեպքերին, ինչու չունենք, ինչ եք կարծում։ Ես դրա մասին իրականում մտածում էի ինչ-որ ժամանակ, ուզում էի հասկանալ այդ այսպես ասած ՀԿ-ները ինչպես են աշխատում, հա, իրենք որպես կանոն ինչ-որ էնտուզիաստների հավաքածու են, որոնք գործում են, հա, ինչ-որ նպատակի համար, բայց իրենց համար շատ կարևոր է ֆինանսավորման աղբյուր ունենալ, այսինքն ինչ-որ մի կազմակերպություն պիտի ասի, այո, այս նպատակը իմ համար է կարևոր, ես պատրաստ եմ ձեզ օգնել, որպեսզի դուք ձեր դրված նպատակներին հասնեք։ Հիմա երբ որ մենք ունեինք, ասենք, մինչև 2018 թվականը այլ իրավիճակ, այլ իշխանություն, հիմնականում այդ ՀԿ-ները ֆինանսավորում են դրսի, այսպես ասած, եվրոպական, ամերիկյան կամ այլ աղբյուրներից, որովհետև կար նպատակ որոշակի քաղաքական, այսպես ասած, իրավիճակը փոխելու։ Ու հստակորեն այդ ուղղություններն ֆինանսավորվում էր։ Հիմա հայկենտրոն ՀԿ-ների համար կարծում եմ պետք է գտնել այդ ֆինանսական աղբյուրները կամ ասենք թե ավելի շատ ուշադրությունը ցևերել այդ հայկենտրոն կազմակերպությունների ոչ թե քաղաքական ուժերին, ոչ միայն քաղաքական ուժերին սատարելու, այլ նաև հենց ՀԿ-ներին սատարելու, որպեսզի իրենք կարողանան անկախ եւ փորձագիտություն եւ ասենք փորձակնություն իրականացնեն եւ հետաքննություն իրականացնեն եւ ձայն բարձրացնեն եւ լսելի լինեն
ես կարծում եմ հիմնական պատճառը դա է, որ իրենք անձնապես փորձեն կարողանան անել, բայց իրենց ձայնը լսելու համար, լսեցնելու համար այդ մնացած իրենց աջակցությունը դեռևս չկա։ Այսինքն արևմուտքը չի աջակցում քաղաքացիական հասարակությանը, որտեղ քաղաքացիական հասարակությունը պետք է այսօր խոսի քաղբանտարկյալների մասին, իսկ քաղբանտարկյալները բոլորը գրեթե բոլորը ներկայացված են որպես պրոռուսական։ Հակա իշխանական այսօրվա դրությամբ, որովհետև ունենք նաև պրոռուսական իմ ցանկացած գրառումը այդպես են անում Նիկոլի մասին, Փաշինյանի մասին, իշխանությունների մասին անպայման մեկը գալիս է ասում է ռասիճուտ, ուրիշ շատ ավելի վատ բաներ, որոնք իհարկե հիմա չեմ ասի, երբ որ ես հազվադեպ եմ կարդում, բայց երբ որ այդ մեկնաբանությունները կարդում եմ, միշտ զարմանում եմ, անպայման կա իմ ցանկացած Փաշինյանի մասին գրառման տակ անպայման կա ադրբեջանցի, որ գալիս է միանգամից Փաշինյանին պաշտպանելու, եւ անպայման կա մի որևէ իրական հայ, ոչ թե fake, որն ինձ մեղադրում է Պուտինի ագենտը լինելու մեջ։ Անպայման ցանկացած գրառման տակ, այսինքն մենք ինչ եք զարմանում, որ մենք չունենք քաղաքացիական հասարակություն, որտեղ այսօր արևմուտքն աջակցում է Փաշինյանին։ Ու այդ հակառուսական ալիքը շատ հարմար բացատրություն է, թե ինչի մենք այլ բան չենք ուզում անենք, որովհետև այ Փաշինյանը ինքը ճիշտ բան անում, իսկ մնացած բոլորը իրանք ոչ թե դեմ են Փաշինյան ոչ թե որտեղ ինքը բռնապետ է, որտեղ ինքը Արցախը հանձնել, որովհետև ինքը չգիտեմ ամբողջ իրավական դաշտը իրեն է ենթարկել, այլ որովհետև ինքը պայքարում է Ռուսաստանի դեմ ու դրա համար մենք մնացած ամեն ինչը ընդհանրապես իհարկե այս ամեն ինչը բավականին ծիծաղելի է, բայց այդուամենայնիվ մենք ասում ենք զավեշտ է, ծիծաղ է, չգիտեմ, կատակներ են կանում, բայց այդ մարդիկ իսկապես բանտախցերում են, հարյուրավոր մարդիկ այսօր բանտախցերում են, եւ ես նույնիսկ նախկինում մտածում է ինչ վիճակում է տեսնես Ռուբեն Վարդանյանը, ինչ վիճակում է Բակո Սահակյանը, ու մի պահ մոռանում ենք, որ նաև մենք այստեղ էլ ունենք քաղբանտարկյալներ եւ խցում ամիսներով ապրելն այնքան էլ լավ բան չէ, մարդու կյանքից է այդ ամիսները խլում ու նաև ընտանիքի համար։ Երեխաներին ինչպես եք բացատրում, չէ՞ որ իրենց երբ որ դուք բերում եք Հայաստան, ասում եք գնում ենք հայրենիք, ժողովրդավարական Հայաստան, չէ՞։ Ասում ենք, որ գնում ենք մեր երկիրը, մեր համար կարևոր է, ձեր համար էլ կարևոր, ինչ որ ժամանակ գոնե այնտեղ ապրել, շնորհակալ ասենք մինչև այդ մեծացել եք այլ երկրում, Հայաստանը լավ տեղ է, Ավետիքը իր ամբողջ կյանքի ընթացքում միշտ բոլորին ասում էր պետք է գնալ Հայաստանում ապրել, ցանկացած իշխանության ժամանակ իր դիրքորոշումը միշտ եղել է պետք է վերադառնալ Հայաստան, ինքը այդ վերադարձ Հայաստան հիմնադրամն է ստեղծել, իսկ երեխաների մոտ իհարկե հարցեր առաջանում են, իրենք ասում են լավ, եթե դուք այդքան սիրում եք Հայաստանը, բա ինչի Հայաստանը ձեզ այդպես է վերաբերում, ու մենք փորձում ենք իրենց բացատրել, որ պետք է բաժանել Հայաստանը, փոխադարձ սեր չէ, փոխադարձ չէ, որ Հայաստանը չի, ասենք, սա ասենք տարբեր բաներ են։ Քանի տարեկան են ձեր երեխաները։ Մեծ են, ու դա ավելի դժվար է դարձնում, հա, բացատրելը։ Մեծերը 23, մեկը 20 կդառնա, 18 եւ փոքրը 9 տարեկան է։ Ամենա հուզիչ երևի այդ փոքրիկի ապրումներն են, չէ՞, որ պապան չկա։ Դե իր համար հայր, իհարկե դժվար է բացատրել, թե հայրիկը որտեղ է, բայց ամեն դեպքում իրեն գոնե կարող ես ինչ-որ ժամանակավոր բաներ պատասխաններ տալ։ Անայդ, իսկ 21 թվականին, երբ որ ձերբակալ, 22 թվականին, երբ որ առաջին անգամ ձերբակալեցին Ավետիք Չալաբյանին, ձեր ամուսնուն, հետո երբ որ նրան բաց թողեցին, չկար ցանկություն վերցնել երեխաներին, վերցնել Ավետիքին եւ գնալ այստեղից։ Թե չէի կարող գնալ։ Չէ, կարող էինք, բայց իրականում գիտեք ոնց Ավետիքը միշտ դրան վերաբերվել է որպես մարտահրավերի, ախ այդպես, հիմա եթե տեսեք, ես իմ կողմից ընդհակառակը ավելի շատ կպայքարեմ։ Գիտեք, բայց գնաս ուր, այսինքն գնաս ինչ-որ ուրիշ տեղում ապրես, ասես դե լավ ստեղ հանգիստ է, ինչ-որ այլ իրավական համակարգում լինես հյուր, կամ այլ ասենք պետության մեջ ապրես, ասես դե ստեղ իրավական պետությունն է, մենք մեր հանգիստ, մեր համար գործ կանենք, աշխատենք, կյանքը կվայելենք,
Մենք այդ փուլը մեր կյանքում ես կարծեմ արդեն անցել ենք, երբ որ գնում ենք այլ երկիր, փորձում ենք այնտեղ հաջողության հասնել, հարմարվել, երեխաներին փորձել հայ մեծացնել, հետո ձեր կարողություններով վերադառնում եք Հայաստան երկրում օգտակար լինելու համար եւ ձեզ մի անգամ են ձերբակալում, հետո երկրորդ անգամ են ձերբակալում եւ ընդհանրապես եթե կարդում ես մամուլը լավ բաների հետ մեկտեղ լիքը վատ բաներ են գրում։ Մի քիչ ցավալի է, չէ՞։ Ես փորձում եմ ինձ այդ դիրքորոշման, գիտեք, այդ կողքից նայողի դիրքի մեջ ամենադեպս չլինել, էլի, որ ես եկա ինձ նեղացրեցին, եւ որ սփյուռքահայի դիրքի ես չեմ ուզում լինել սփյուռքահայ։ Չեմ ուզում այդ ունեմ մեծ քանակությամբ ծանոթներ, որ ասում են, ես եկա փորձեցի օգնել, ինչ չլսեցին, ինչ չգնահատեցին, ես կարծում եմ դա մի քիչ խոսքով մանկամիտ վերաբերմունքա, ոնց որ մենք պիտի փոխենք։ Մենք պիտի անենք ու մենք ենք այս երկրի իսկ ինչի մինչ օրս չենք կարողանում փոխել որն է գաղտնիքը որ հետ պատերազմյան այս 6 տարիներին Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է մտածել եք սրա մասին մտածել ենք ու քանի որ այդ անդադ բողոքի ցույցերի շարժումների ալիքները գալիս են գնում են Միակ երևի բացատրությունը այն է, որ ինչ որ ուժերի ինքը շատ պետք է, որ ինքսի հենց ինքը մնա ու վերջացնի այն գործը, որը սկսել է։ Ու այն ասիճան պետք է, որ իրենք պատրաստ են երևի աչքերը փակել ցանկացած բռնության, որ ինքը դուք հավատում եք այս դիրքորոշման այս մոտեցմանը։ Ես հավատում եմ, որ ինչ-որ պահ երևի կարելի է փոփոխություն մտցնել ու կուտակային այս բոլոր շարժումները երևի ընդհանուր փոխում են մթնոլորտը, այսինքն կա արդեն ընդհանուր կարծիք, որ կան դրգող քաղաքացիների խումբ։ Կեսից ավելին, անել։ Կեսից ավելին, այո։ Կեղծված ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի 51%-ը դեմ է Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Եվ կար այդ հույսը, որ իշխանություն ամեն դեպքում երկիրը մնում է ինչ-որ ժողովրդավարական գոնե տեսանելի ինստիտուտների շրջանակներում, հա, ընտրությունները կարող են բերել փոփոխության, ենթադրենք, ու նմանատիպ ասենք ոնց որ հիպոթեզներ կային։ Հիմա այդ հիպոթեզները ամբողջությամբ հերկվել են թե չէ, դժվար է ասել, բայց ասենք նորից վերկենալ դառնալ սփյուռքահայ գնալ այլ երկիր, ես կարծում եմ մենք պատրաստ չենք։ Մենք արդեն պատրաստ չենք։ Ավելին ասեմ այդ ես ունեմ իմ շրջապատում շատ մարդ, որ շատ ընկերներ, բարեկամներ, որ ասում են, եթե այս անգամ էլ Փաշինյանը վերընտրվեց, մենք կհեռանանք Հայաստանից։ Հետո հանդիպեցի ընտրություններից հետո այդ մարդկանց հետ։ Անկեղծ ասած ես էլ ինչ որ շատ ոչ հստակ, բայց էլի ինչ որ տենց տիպի մտածում եմ, ասում եմ գուցե իսկապես պետք է գնալ Հայաստանից։ Ասած բոլորը նայում են, բայց ինչի գնանք, ուր գնանք։ Այսինքն դա արդեն, որովհետև 21-ի ընտրություններից հետո այլ տրամադրություններ։ Ես հասկացել եմ, որ 21-ի ընտրություններից հետո հասարակությունը ավելի վատ է տարել պարտությունը, քան այս ընտրություններից հետո։ Հավանաբար տեսել են, որ չունի արդեն մեծամասնություն մեկ, երկրորդը երևի ոգևորվել են այն հերթերով, որ մարդիկ կանգնում են Երևանում ընտրատեղամաս մտնելուց առաջ, բայց սրա հետ մեկտեղ արդեն հասկանալի է, որ մենք եկել ենք, հասել ենք մի կետի, երբ բոլորը հասկացել են, որ ընտրություններով Հայաստանում հնարավոր չէ փոխել իշխանություններ, գոնե այս պահին, գոնե այս իշխանությանը, որովհետև երբ որ մարդիկ ասում են, այդ թվում այստեղ ինձ հետ հարցազրույցում, որ Փաշինյանը չի հեռանալու ուղղակի, մի երազեք դրա մասին, ընտրություններում 100% էլ հավաքեք, նա չի հեռանալու, նա ձավը կգտնի եւ կմնա։ Պաստորեն նրանք ճիշտ դուրս եկան, հա։ Մյուս կողմից նա հեղափոխությամբ է եկել իշխանության եւ շատ լավ հասկանում է երևի, եթե մարդիկ կուզենան եղել են, չէ՞, դեպքեր, որ պահեր, երբ որ փողոցային շարժումով ընդդիմությունը փորձել է նրան հեռացնել, բայց նա միշտ գիտեր ինչ է անելու հաջորդը ընդդիմությունը, որովհետև ինքն էլ է այդ ճանապարհով եկել իշխանության։ Այսինքն ինչ որ մեծ շղթայի մեջ ենք հայտնվել, որ չգիտենք ինչ է լինելու վաղը, բայց բոլոր փորձագետները, այդ թվում դրսի դիտորդները, հստակ ասում են, որ իրավիճակը շատ չափազանց լարված է եւ ցանկացած բայի կարող է ինչ որ մի պարտքում լինել։ Դուք ինչ եք կարծում, ինչքան երկար է տևելու այս
իրավիճակը։ Ես գիտեմ, որ կանայք ավելի խորն են մտածում սրա շուրջ։ Ես գիտեք տարբեր ազդակներ եմ տեսնում։ Մի կողմից տեսնում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ գալիս են ասում են, հիմա ընտրություններով կփոխենք եւ կգա փոփոխություն եւ նույն մարդիկ 21 թվականներ էին ասում, հիմա էլ են ասում, իրենք ինձ թվում է գալիս են այն գիտակցության, որ մի անգամով չի, այսինքն դա ինչ որ երկարաժամկետ ծրագիր պիտի լինի, ընդհանրապես բազմաքայլանոց ու դա մի անգամվա խնդիր չի, որովհետև հստակորեն, ասենք, երկրի վարչապետը հենց այդպես է գործում, հա, իր համար, ասենք, դա իրոք կյանքի ու մահուկռիվ է ու ինքը պատրաստ է, ասենք, այդ բոլոր ճանապարհներով անցնելու, դիմացի կողմը պետք է հասկանա, որ իր քայլերն էլ պետք է ավելի երկարաժամկետ լինեն, ընդհանրապես պետք է երկարաժամկետ քայլեր մտածել։ Մեկ է, մարդիկ, ովքեր միշտ գնում են բողոքական քվեարկում են, ընդդիմադիր քվեարկում են, իրենք կան, իրենք մնում են, մյուս կողմից իրանքի արդեն հոգնած են իհարկե, հերթական ասենք մեր շարժումներից, փողոցներից, փողոցը փակելուց, տեսել են, որ օրինակ սրբազան շարժման ժամանակ մայիսի 9-ին էր կարծեմ ամեծ հավաքը մեծ հսկայական հավաքը շատ ավելի մեծ հավաք էր, քան եղել էր 18 թվականի հավաքը։ Ինքը հսկայական էր հանրապետության եւ քայլերն էլ հսկայական եւ ասենք ինքը հավաքներ, բայց դա ոնց որ արդեն քանակը մարդկանց ինքնին չի նշանակում, որ ինչ որ բան հնարավոր կլինի փոխել, եթե դիմացին հետ պատրաստ է խաղալ, այսպես ասած, բոլոր մի տարբերություն կա նահիտ 2024 թվականին մարդիկ հասկանում են, որ 2026 թվականին լինելու են ընտրություններ եւ մտածում են, որ ավելի ճիշտ է պատրաստվել այդ ընտրություններին եւ կա եւս մեկ բա սրա մասին քիչ է խոսվում, բայց ես չգիտեմ ինչի դրանում համոզված եմ, անդիմությունը ի տարբերություն իշխանությունների իրենք ավելի շատ են մտածում պետության մասին եւ միշտ երևի մտածում են, որ անցնցում իշխանապողություն է պետք Հայաստանին պետք չեն փողոցային բախումներ, քաոս եւ այլ եւ այլ։ Բայց երբ որ իշխանությունները ցույց են տալիս, որ բոլոր անցնցում դռները, անցնցում իշխանապողության դռները փակ են, դա բոլորը հեղափոխություն արեք, չէ՞, ասում են դե գնացեք հեղափոխություն արեք։ Ֆրոյդի պես, հա, ասենք, չէ, ինչ մտածում, դա էլ ասում է մեծ հաշվով։ Ասում եք գնացեք հեղափոխություն արեք, կարծես թե իր մտածածն է ասում, որ դուք ուրիշ ճանապարհ չունեք, ես ձեզ իշխանություն չեմ տալու։ Եվ ինչ են անելու այս իրավիճակում, ակնհայտ է, չէ՞, որ որպես անդիմադիրի կին, ինչ եք կարծում, մեր այսօրվա անդիմությունը, Ավետիք Չալաբյանը նաև ուժեղ Հայաստանի հետ էր համագործակցում, չէ՞, գնաց իրենց հետ միասին այդ ընտրություններին, անդադ կոչ էր անում իրենց աջակցելու համար։ Ձեր կարծիքով այսօրվա անդիմությունը, հա, գոնե այդ երեք կուսակցություն ուժերը, որ բավականին ձայն են հավաքել, նկատի ունեմ, ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ Ծառուկյանի ուժը, ի վիճակի են իսկապես կազմակերպել նման իշխանափոխություն, այսպես ասեմ։ Դժվար է գնահատել, անկեղծ ասեմ։ Մի բան, որ հստակ երևում է, որ իրենց միջև միասնությունը շատ ավելի մեծ է հիմա, քան թե նախորդ ընտրությունների ժամանակ։ Ավելի հաճախ ենք տեսնում ընդհանուր հայտարարություններ եւ ոչ միայն իրենց միջև, նաեւ այն ուժերը, որոնք մասնակցել են ընտրությունների, չեն անցել, ՇՄ չեն հատել, բայց իրենք ակտիվ միանում են։ Նույն հայտարարությունները տեսնում ենք, որ ստորագրում են 6-7, ասենք թե կուսակցություն։ Ընդրում հետաքրքիր է, չէ՞, որ մի հայտարարության տակ ստորագրել են եւ Հայաստան դաշինքը եւ օրինակ ՀԱԿ-ը։ Եվ ՀԱԿ-ը, եւ ասենք եւ Հայաստանը եւ ԲՎՌ-ը, շատ հետաքրքիր է, այսինքն գոնե կան ինչ որ ուժեր, որ հասկանում են, որ պահը իսկապես օրհասական է։ Ես հույս ունեմ, որ կկարողանան, բայց նաև հասկանում եմ, որ ամեն անգամ պետք է այդ ընդդիմության մեջից դուրս գան նոր ուժեղ կադրեր, որպեսզի կարողանան երևի նոր լուծումներ առաջարկել։ Անդադ հին բանալիով նոր դռներ չես կարողանում բացել, պետք է անդադ Դե եկավ նոր ուժ, ուժեղ Հայաստանը նոր ուժ է, հա, ասենք կան այնտեղ մարդիկ, ովքեր հին դեռ ուժերից էին, բոլորս ճանաչում ենք, բայց քիչ են, մեծը մասամբ բոլորովին նոր մարդիկ են, անծանոթ նոնեյմ մարդիկ են, չէ՞, քաղաքական առումով։ Բայց նաև այս զարգացումները, ընտրությունները, հետընտրական զարգացումները ցույց տվեցին, չէ՞, որ պետք է նաև քաղաքական փորձ։
Ճիշտ եք ասում, այսինքն դա եւ իրենց ուժեղ կողմներ եւ թույլ կողմներ։ Թույլ կողմը իհարկե քաղաքական փորձի սահմանափակ բացակայություններ։ Ընդհանրապես կես տարում քաղաքական ուժ ստեղծել, որը կգա եւ կդառնա ամենամեծ ընդդիմադիր ուժը, դա իհարկե ամեն դեպքում իրենց կողմից կարելի է ասել, որ մեծ ձեռքբերում է։ Ուրիշ բան, որ ասենք այդ ուժի, այո, այդ քաղաքական ասենք փորձի սահմանափակումը թույլ չտվեց ավելի մեծ, ավելի ուժեղ կապիտալացում իրականացնել տրված իրավիճակին, ու նաև հաշվի առնելով, թե հակառակորդը ինչի է պատրաստել։ Իսկ ինչ էր մտածում Ավետիք Չալաբյանը մանդատները վերցնելու, չվերցնելու դիլեմային։ Ես կարծում եմ ավելի շատ իրեն պետք է հարցնել, բայց ոնց հարցնենք։ Դե նամակներով իմիջիալոց իրեն տենց կարողանում ենք իրեն ուղարկել ինչ որ հարցեր ինքը հարցազրույցների համար ինքը կարող է պատասխանել ուղարկել փաստաբանների միջոցով, բայց այն իրավիճակում, երբ որ ԲՀԿ-ին թույլ չտվեցին իրենց ոնց որ ձայներին տեր կանգնել, այդ առումով ես կարծում եմ արդեն սահմանային էր որոշում, էլի վերցնել թե չվերցնել մանդատները։ Ես ինքս չգիտեմ ճիշտ պատասխանը, անկեղծ։ Եվ կողմ եւ դեմ մեծ քանակությամբ փաստարկներ են բերում եւ ընդհանրապես գնահատել թե երևի պատմությունը ցույց կտա ճիշտ էր թե ճիշտ չէր։ Իսկ այս ընդդիմությունը, դուք ասում եք, որ իրենք ավելի համախմբված են, միասին հայտարարություններ են անում, ձեր կարծիքով նաեւ մենք կտեսնենք առաջիկա ամիսներին լուրջ ուժեղ փողոցային պայքար, թե պատրաստ չեն անկեղծ եթե լինենք։ Հույս ունեմ, որ ինչ որ պայքար կլինի։ Շատ տխուր կլինի, если ամեն ինչը վերջանա ընդամենը բանով, նոր խորհրդարանով, որտեղ կլինի փոքրամասնության ներկայացնող ընդդիմություն եւ անդադ կլինի այդ ոնց որ մենք տեսանք, էլի 5 տարի անդադ վիճաբանություններով, որտեղ որ նույն ընդդիմությունը ոչ մի օրինագիծ չկարողացավ անցկացնել, չնայած ԱԳ ներկայացնում էին, այսինքն նրանք անձայն ընդդիմություն մնացին սկզբից մինչև վերջ, որտեղ այդպես էր ձևավորվել խորհրդարանը։ Եվ շատ ցանկալի կլիներ, որպեսզի իրենք նաև գործեն, եթե հիմա վերցրել են այդ մանդատները, կարողանան ակտիվացնել նաև այլ իրենց հնարավորությունները եւ միջազգային կապերը ակտիվ օգտագործեն եւ ասենք քաղաքացիների հետ աշխատեն եւ նաեւ քաղաքային ինչ որ ակցիաներ անեն, այսինքն դա կարելի չլինի պայքարի ձևով, բայց համենայնդեպս ինչ որ ընդդիմության ընդվզող գործողություններ օրինակ գաղափար, որ միավորվեն կամ ինչ որ մեծ ակումբ ստեղծեն քաղբանտարկյալների կանայք։ Կանայք, նույնիսկ կանայք չէ, բայց ընդհանրապես կա այդ գաղափարը, որ պետք է ու կան քննարկումներ այս պայդրությամբ տարբեր ուժերից գալիս են տարբեր առաջարկներ, օրինակ վերջերս երբ որ Ուրսուլա ֆոն դեր Լայնը Հայաստանում էր, ցույց էր կազմակերպվել մի քանի ուժի ոնց որ համատեղ ու քաղբանտարկելների թեմայով, չենց մեզ թույլ չտվեցին։ Փոքր չնայած փոքր էր, այդքան փոքր չէ իրականում, բայց մեզ թույլ չտվեցին իսկ կառավարության շենքին մոտենալ, բայց համենայնդեպս լրագրողների համար մենք կարողացանք եւ ելույթներ ունենալ եւ բարձրաձայնել եւ մինչեւ հետո ուղարկել էինք տարբեր մեր զեկույցները։ Իդեպ նույնիսկ միջազգային լրատվամիջոցներ կային, որտեղ որոնց համար կարճ ելույթներ կարողացանք ունենալ։ Այստեղ հարցը թե ինչ գործիքակազմ կարող ենք կիրառել, բայց մենք հիմա մտածում ենք ու կանենք, հա։ Մոկի մը դեռ չբացեմ։ Երբ է լինելու դատավարությունը Ավետիք Չալաբյանի գործով հասնելու է գործը դրան։ Կալանքը տևլենի 2 ամսով, հունիսի 24-ին են իրեն կալանավորել, ենթադրաբար հենց 2 ամսի լրանա, ամեն դեպքում պետք է նույնիսկ, եթե նախաքննությունը ավարտվի, պետք է քննարկեն կամ կալանքը երկարացնեն կամ ոնց որ դատաքննությունը սկսելու մի խոսքով խափանման միջոցի հարցը ամեն դեպքում այդ ժամանակ պետք է քննարկվի։ Այս պայդրությամբ մենք արդեն բողոքարկել ենք, փաստաբանները բողոքարկել են կալանքի որոշումը ու այդ տեսնենք թե երբ դրա շուրջ դատավարություն կլինի, այսինքն երբ են դա քննելու։ Ասեմ, որ մեծ սպասումներ ունեմ, չունեմ, գիտեք երևի, որ կալանքը 2 ամսով է առանց տեսակցության հնարավորության, այսինքն այն ամենա ոնց որ չգիտեմ ինչ հարցագործ պետք է լինի Ավետիքը, որ ոչ միայն թույլ չտանենք ազատության մեջ։ Իսկ ինչ պայմաններում է մնում։
Մնում է արմավիր քրեակատարողականում իրենց կամերայում իրենք 4 հոգի են, որ ստանդարտ է իրենց, ինչքան հասկացա այդպես է, կալանավայրում իր պատմելով բանտելիքն է, մեծ քանակությամբ քաղաքական կալանավորներ կան, նաև ներառյալ մեր ծանոթ տարբեր մարդիկ ու ասացի փոխանցել էր որ նորմալ մարդիկ են։ Ասում եմ բանտը ավելի շատ նորմալ մարդ կա քան Ինչպես են վերաբերվում բանտի աշխատակիցները։ Չէ, դրա հետ է կապված առանձնապես մենք խնդիր չենք տեսել ոչ նախորդ անգամ ոչ այս անգամ։ Հետո պիտի հասկանաք, ավետիքը հասուն մարդ է, ինքը ավելի շատ ինքն է տարբեր մարդկանց վրա ոնց որ կարողանում իր ազդեցությունը թողել, հա, անցյալ անգամ որ բանտում էր այդ իր խցակիցներին սովորեցրել որ ատամները մաքրեն, չգիտեմ, թրաշվեն ամեն օր իրանց մի խոսքով իրանց բան պահեն, հավաքեն, մաքրություն անեն։ Մի խոսքով ոնց որ ինչ-որ կարգու կանոններ կազմակերպել ու այդտեղ բաներ իր անձը ասած ավելի շատ դրական կերպար է, ինքն ավելի շատ ազդում այլ մարդկանց վրա, քան թիրը վրա է կարողանում ազդել։ Անետ, շնորհակալություն իմ հարցերին պատասխանելու համար, հետաքրքիր հարցազրույց է։ Ես կարծում եմ մենք կրկին կհանդիպենք եւ անշուշտ շատ եմ ուզում, որ Ավետիք Չալաբյանը հնարավորինս շուտ դուրս գա կալանավայրից եւ նաեւ զրույց ունենանք Ավետիք Չալաբյանի հետ, որովհետեւ կրկնեմ իրավիճակը Հայաստանում այնպեսին է, որ սա արդեն որպես պատմաբան եմ ասում, երկար չի կարող տևել։ Իհարկե մենք հիմա չենք պատկերացնում ինչ ձևով սա կարող է փոխվել, բայց երբ որ իրավիճակն իսկապես այսպեսին է ու փոփոխություններն անխուսափելի են, ինչ որ մի տարբերակ միշտ գտնվում է, կամ նոր ուժեր առաջ գալիս, կամ նոր մարդ է ի հայտ գալիս, կամ էլ այնպիսի զարգացումներ են լինում, որ ամեն ինչ միանգամից փոխվում է։ Չգիտեմ, իմ տպավորությամբ մենք ապրում ենք նման զարգացումների նախաշեմին։ Շնորհակալություն։ Դե շատ շնորհակալություն։